Շնորհակալություն, պարոն Միրզյան, իմ հարցը մի քիչ երկար է տևելու։ Ճիշտ ասած, ուզում եի վիզաների ազատականությունից հարցնել, որովհետև վստահ եմ, որ մեր քաղաքացիները եվրոպական ինտեգրման համատեքստում հույժ կարևորում են բնականաբար հենց այդ հարցը, այնինչ իրենց է վերաբերելի այս պահին, բայց հարցս այս խաղաղությանն է վերաբերվելու։ Պարոն Միրզյան, իրականում նաև այն բոլոր դրականը ինչ որ խաղաղությունը իր հետ բերում է, բավականին հեշտ մարսելի չի, ինչպես նկատում եք, օրինակ մեր դաշնակցական գործընկերը քիչ առաջ վերջապես մեկը արտաբերեց Հայաստանի Հանրապետության, ասենք, տարածքը իր 40 կիլոմետրով, ինչը իսկապես կարելի ասել պատմական իրողություն է։ Սա եւ ինչպես եք գնահատում դուք որպես քաղաքական գործիչ, ով անցել եք եւ պատերազմի միջով եւ դրա նախորդի այս այդ ճանապարհը եւ հիմա եկել ենք հանգրվանել ենք այսինքն միտեղ որտեղ խաղաղություն կա Հայաստանի Հանրապետությունում եւ ինչ խորհուրդ կտաք ընդհանրապես նաեւ այլ քաղաքական գործիչների կամ դիվանագետների, ովքեր նման խնդիր ունեն, ինչպես վերարժևորել առաջնահերթությունները, որովհետև տեսանկյունը դառնում է լրիվ այլ, երբ դու արդեն որպես հարևան եւ որպես համակեցության կանոններով ապրող պետություն ես դառնում տարածաշրջանում, որոնք են լինելու, ինչպես վերարժևորել դրանք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Վարդյան, իհարկե հարցը շատ տարողունակ է եւ դժվար թե կարողանանք սպառիչ այնուամենայնիվ պատասխան ձևակերպել այս հարցին, բայց ուզում եմ ասել, որ եւ ինչպես նախորդ հարցի դեպքում, երբ որ խոսքը վերաբերում էր Եվրոպական միության հետաքրքրությանը ենթակառուցվածքներին, եւ առհասարակ աշխարհի կողմից, նաև եվրոպական ինտեգրման հանձնաժողովում եմ զեկույցով հանդես գալիս, Եվրոպական միության կողմից մեր հետ հարաբերությունները ավելի խորացնելու, ուրեմն մղումի հետևում կամ որպես անհրաժեշտ պայման, իհարկե պետք է դիտարկենք խաղաղությունը, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև այլ պայմաններում, այդպիսի ուժեղ հետաքրքրություն, այդպիսի ներդրումներ եւ բան բացառված էր, որ կարող ենք իրատեսական համարել կամ չլիներ երազանքների կամ տեսական դատողությունների հարթությունից, այլ շատ կոնկրետ իրականություն։ Այստեղ էլ նաև շարունակվելով առավոտյան այս նույն դահլիճում վարչապետի ասած միտքը, մենք իսկապես հայտնվել ենք մի պատմական հանգրվանում, որը որքան որ հիմա ես նաև կնշեմ դրական հնարավորությունների եւ այլն, բայց նաև պետք է խոստովանենք մի հանգրվանում, մի միջավայրում, որը մեզ շատ անծանոթ է։ Մենք ոչ միայն վերարժևորել, մենք իսկապես կանգնելու, մի հատ լավ խորը մտածելու եւ հետագա մեր եւ բառամթերքը, եւ բառապաշարը, եւ պահվածքը, առաջարկությունները, որը անում ենք, ռեակցիաները, որը տալիս ենք, երբ որ մեզ են առաջարկություններ անում, վերանայելու, գուցե որոշ դեպքերում վերահաստատելու, որոշ դեպքերում փոխելու, բայց մի հատ կրկին այդ ամեն ինչի վրայով անցնելու կարիք ունենք, որովհետև մենք իներցիայով ապրում ենք, մենք իներցիայով աշխատում ենք, երբեմն չհասկանալով, որ այդ պահին ուղղակի դրա անհրաժեշտություն չկա չմտածելով, որ մենք լրիվ նոր իրավիճակում ենք հայտնվել։ Եվ հետեւաբար ձեր ասածը շատ կարևորում եմ։ Մենք չգիտենք ինչպես ապրել խաղաղության մեջ։ Մենք ընդ որում եւ սա էլ օբյեկտիվորեն է, ոչ միայն մենք չգիտենք, ախր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ դա չգիտի, չէ՞։ Մենք փորձում ենք, մենք իհարկե խաղաղություն հաստատված է, սա մենք ենք արձանագրում, սա Ադրբեջանի իշխանություններն են արձանագրում, հայտարարություններ են անում այս մասին, դա գրված է, ստորագրված է, այդ մասին բանավոր հայտարարություններ կան, բայց նաև կա որոշակի իներցիա, կա անցյալի ծանր բեռ, հետևաբար այո, երբ որ մենք ասում ենք խաղաղությունը հաստատված է, մենք նաև գիտակցում ենք, որ բոլոր հարցերը չեն, որ լուծված են այնուամենայնիվ, եւ դեռ այդ նույն խաղաղությունը պետք է շարունակվի դառնալ ավելի ինստիտուցիոնալ, դեռ պայմանագիրը, որը նախաստորագրել ենք, պետք է նախաստորագրվի, դեռ սահմանազատումը, որի կանոնները պայմանավորվել են Ալմատայով ամեն ինչով մի կտոր արվելա պետքա շարունակվի, դեռ ենթակառուցվածքները, որը պայմանավորվել ենք, որ պետքա բացվեն
երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ներքո գործեն համաձայն երկրների իրավազորության եւ փոխադարձությամբ դեռ պետքա սարքվեն եւ աշխատվի հազար հումանիտար հարցեր ինչ եմ անդրադառնում։ Ի վերջո կոնֆլիկտը, պատերազմը ամեն ինչից բացի նաեւ լուրջ հոգեբանական տրավմա է, չէ՞։ Հասարակությունների համար եկեք խոստովանենք, մենակ մեր համար չէ։ Եվ այս ամեն ինչը դեռ պետքա հաղթարվի։ Հետևաբար կլսենք ինքներս կանենք երբեմն մյուս կողմից կլսենք հայտարարություններ, ձևակերպումներ, որոնք գուցե այդ պահին մեզ ճիշտ տպավորություն կամ ճիշտ ասելիք չթվան, բայց սա նաև համառ երկար համբերատար աշխատանք է, որը քայլ հետևից, աղյուսի հետևից տնելով պետք է առաջ գնանք։ Ինչ խորհուրդ կտամ ես իհարկե ինձ իրավունք չեմ վերապահի խորհուրդ տալ, բայց եթե որևէ մեկը մտածի ուզենա լսի թե ես ինչ եմ մտածում այդ մասին, ես քիչ առաջ ասացի ինչպիսի վարքագիծ եւ վերաբերմունք եմ տեսնում ինքս։ Շնորհակալություն պարոն Միրզյան, նաև ուզում եմ վերահաստատել ձեր այն ասացը, երբ ասացիք, որ չգիտեմ չարամտորեն թե ինչպես, բայց միշտ Հայաստանի հետ կապված հարցերը սովորաբար նեղացնում են մինչև նեղ տարածաշրջանային հարցեր եւ այդ թվում կարելի ասել տասնամյակներ շարունակ խնդիրն են այդ տեսանկյունից դիտարկել առանց ավելի մասշտաբը փոքրացնելու եւ պատկերը ավելի մեծ տեսնելու իմ տպավորությունն ամենայն դեպս այդպեսին եւ այսօր երբ խաղաղության այսինքն խաղաղության հաստատման իրավիճակում մենք հասկանում ենք որ Հայաստանը դա միայն մեր տարածաշրջանում գտնվող պետություն չի, այն աշխարհի վրա գտնվող պետություն է եւ հետեւաբար հարաբերությունները միայն տարածաշրջանի փոքր տարածաշրջանի պետությունների հետ չի, որ փոփոխվում են։ Սա ուղղակի զուտ հավելում ձեր ասածին, շնորհակալություն։ Շնորհակալություն